New Day Անի Գևորգյան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հարց ուղղվեց, բայց դուք դեռևս 2022 թվականին ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի Հենրիխ Մխիթարյանի վերադարձի համար։ Հիմա ինչ է արել ֆուտբոլի ֆեդերացիան Հենրիխ Մխիթարյանի վերադարձի համար, երբ եք վերջին անգամ խոսել Հենրիխ Մխիթարյանի հետ եւ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ ունենալ, բայց հայկական ֆուտբոլում այսպիսի պատկեր ունենալ չի ընկալվում, այսինքն ստացվում է, որ մենք ամեն ինչ արեցինք, որ Հենրիխ Մխիթարյանը նեղանա, դրանից հետո ֆուտբոլը այսպիսի իրավիճակում է հայտնվել Եվ երկրորդ հարցը ունեմ, առաջինին պատասխանեք, երկրորդի Ես շատ արագ ասեմ, նախ այո ես 22 թվականին ասել եմ եւ փորձեր արվել են նաեւ մարզիչների կողմից, նախորդ մարզիչներ դիմել եւ այլն։ Հենրիխ Մխիթարյանը շատ հստակ այդ հարցին պատասխանել է։ Մենք մեր հայտարարությունում շատ հստակ այդ դրան անդրադարձել ենք։ Հենրիխ Մխիթարյանը շատ հստակ պատասխանել է այդ հարցին եւ ես Հենրիխ Մխիթարյանի փոխարեն չեմ ուզում հիմա դες այդ հարցին պատասխանել, որովհետեւ ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եւ շատ հստակ պատասխան է տվել։ Խոսել եք մի վարքյան, Ես 22 թվականին խոսել եմ, 23 թվականին մեր մարզիչն է անդրադարձել այդ հարցին, Հենրիխ Մխիթարյանը միշտ նույն պատասխանն է տվել եւ հանրայնորեն այդ պատասխանը տվել, նաեւ դա շատ ավելի կարեւոր է, ոչ միայն մեզ։ Հենրիխ Մխիթարյանը հանրայնորեն է ասել, որ ինքը գտնում է, որ մեկ քայլ ավելի լավ է շուտ ավարտել, քան ավելի ուշ։ Չէ, բայց ինքը նաև ասում է, որ հետո կհայտարարի, թե ինչ է եղել։ Վերջին հարցազրույցի ժամանակ նաև այդպիսի բան է ասել։ Ուրեմն դրա համար երբ որ հայտարարի, ամենը իր հետ վերլուծել եք։ Ուրեմն հետո կհայտարարի Հենրիխ Մխիթարյանը։ Հիմա ինքը ունի հայտարարություն եւ մենք ունենք հայտարարություն եւ արդեն վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը ես պատասխանել եմ այդ հարցին եւ մի անգամ չէ, էլի եկեք բանանենք։ Երկրորդ հարցը։ Նայեք, դուք եկել, հիմա դուք սա դիալոգ եք, այո, մենք խոսենք, կարող ենք առանձին խոսել, որովհետև անընդհատ ստացվում է, որ այստեղ բազմաթիվ մարդիկ ժամերով ձեռք են բռնել, մենք երկրորդ ժամն ենք ասուլիսի, բայց իրենք դեռևս իրենց հարցերը չեն։ Ես երկրորդ հարցը եւս ունեմ։ Դուք իմ գործընկերոջ հարցից Ադրբեջանի հետ կապված զարմացաք, բայց ուզում եմ ասել, որպես նաեւ հանրության հետ շփվող լրագրող, որ ձեր մասին ընկալում կա, որ դուք չնայած պնդում եք, որ քաղաքական որևէ ուժի հետ կապ չունեք եւ այլը, բայց հենց ընկալում կա, որ կներեք այս բառը պիտի օգտագործեմ, դուք թրքասեր եք, դուք այս իշխանությունների քաղաքականության նաեւ կրողն եք։ Ինչքան էլ ասեք, բոլորս գիտենք, որ ֆուտբոլի մեջ էլ մեծ քաղաքականություն կա եւ հենց քաղաքական կռիվները այս ֆեդերացիայի համար դրանով էին պայմանավորված։ Ինչու են հանրության մեջ որոշ շրջանակներ ձեզ այդպես ընկալում եւ որպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, որը ժամանակին նաեւ Արցախ էր գնում, որպեսզի քննարկեր Արցախում ֆուտբոլի հեռանկարները, Արայիկ Հարությունյանի հետ էր քննարկում, որը հիմա գերության մեջ է։ Ընդհանուր առմամբ ինչ կարող եք ասել իշխանությունների որդեգրած քաղաքականության հետ կապված Ադրբեջանի մասով եւ ինչու են ձեզ համարում թրքասեր։ Ում հետ։ Հա, ես գիտեմ ինչ եմ հարցնում, Ամերիկայի հետ կապված թույլ կտամ դուք հարցնեք։ Անկեղծ ասած իրոք։ Դուք կհարցնեք։ Լավ, ես վստահ չեմ, որ նախ երկրորդ հարցին ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում այսօր։ Ոչ մի քաղաքական հարցի, որովհետեւ ես երբ պետք լինի, ես նախկինում բավական քաղաքականացված մարդ եմ եղել, երբ պետք լինի, ես իմ քաղաքական կարծիքը կհասեմ։ Մենք թույլ տվեք պատասխանել։ Ով է ասում, որ ես թրքասեր եմ, մի հատ կասեք։ Հանրության մեջ այդպիսի Ով միշտ շատ հեշտ է, նայեք, շատ հեշտ է ասել։ Քալանթարյանի հետ բանավեճներ որ Քալանթարյանը ասում է, որ ես թրքասեր եմ։ Չէ, ասում է Թուրքիային աջակցելու մասով, պիտի բանավիճելով։ Ով է ասում։ Քալանթարյանը, Քալանթարյանից կհարցնեք նախ Թուրքիայի աջակցելու մասով։ Ժամանակին ասվել Ես ասեցի, հիմա օրինակ Արտուր Սողոմոնյանը, հիմա ես պատասխանեմ ձեր հարցին, ես չգիտեմ ինչ է նշանակում թրքասեր, մեկ, ես չգիտեմ դա ինչ է նշանակում,
Եթե դուք բացատրեք տերմինի իմաստը, ուրեմն ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ես վստահ եմ, որ ես շատ սիրում եմ Հայաստանի Հանրապետությունը, ես շատ սիրում եմ հայաստանցիներին եւ իմ գործունեության ընթացքում եւ ցավալիորեն գուցե դուք չեք նկատում, բայց միջազգային ասպարեզում դա շատ լավ երևում է, շատ լավ բոլորը գիտեն եւ UEFA-ում եւ FIFA-ում, որ ես ամեն կերպ պահում եմ Հայաստանի Հանրապետության հայկական ֆուտբոլի շահերը, անկեղծ ես ասեմ, որովհետեւ եւ դա տեսնում են այնտեղ եւ ընդգծում են, եւ միայն այն, որ Հայաստանը կարողանում է ստանալ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, կարողանում է հավակնել աշխարհի երիտասարդական առաջնության, այսինքն FIFA-ի top 3 մրցաշարերից մեկին, FIFA-ի կազմակերպող։ Դա նշանակում է, որ ես բավականաչափ լավ եմ պաշտպանում Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային ասպարեզում եւ այս երկրի համար, եթե սա ոչ միայն ֆուտբոլային հարց է, սա տնտեսական հարց է, սա քաղաքական հարց է, ձեր ասած քաղաքական հարց է, եթե մենք ստանանք այդ աշխարհի առաջնությունը։ Իդեպ, դա շատ կարևոր մեկնակետ կլինի շատ բաների համար։ Եվ ես իմ աշխատանքը շատ հստակ եւ շատ լավ եմ անում այդ առումով, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իսկ ինչ է նշանակում թրքասեր, չգիտեմ ինչ ասեր, ամերիկասեր, ես նման բաներ չգիտեմ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ Հայաստանի Հանրապետության համար եմ աշխատում։